կամերաների համար է, եթե իրենք է ուզում են, էլի նոյան դապանում կա կոլոկոտներ։ Բարդերի գործընկերներ, ասում է նոյան դապանի կոլոկոտներ, տարածաշրջանային գործընկեր, վերլուծաբան Սարգիս Հակոբյանը։ Պարոն Հակոբյան, այսօր դուք մեզ պետք է ներկայացնեք օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին ձևակերպությունը, ծննդատանքները, փաստերը ինչի մասին որ տեղեկություններ ունեն։ Եվ դրանից հետո գուցակ անդրադառնանք Փոքսահայ համայնքում ինչպիսի իրավիճակ է տիրում այդ ավազակային հարձակման կողոպուտից հետո, որ ասվեց, որ այդ հեղինակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ուրեմն ես ուղիղ 25 տարի ապրում եմ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում։ Երևի իմ կյանքից մեջ առաջին անգամ նման թեմայով ես պիտի հանդես գամ ու ամոթից չգիտեմ ինչ անեմ։ Խայդարակ է այդ տեղի ունեցածը 25 տարիները ապրում եմ ես այդ երկությունների մեջ հայաստանցի, սփյուռքահայ, չգիտեմ ինչ, բայց բոլիսը ինչ Սփյուռք, ինչ Հայաստան, բոլորովին այլ է, բոլորովին Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի միակ քննական շարունակությունը, որտեղ մենք երևի թե 3000 տարուց ավելի ներկայություն ունենք, այդ քաղաքի գրեթե 50%-ից ավելի մեր ազգի կառուցվածքն է եւ հայը Կոնստանտինոպոլում ամենահարկված դարն է։ Այժմ Իստանբուլ կոչված քաղաքում այժմ եւս, եթե հարցնես ով է ամենահարկարժան, ամենա այսպես ասած ընդօրինակելի խաղաղ, անթոր, ստեղծող, արարող, թեկուզ Թուրքիայի քաղաքացու լինելու հանգամանքով կասեն հայն է, վստահելին, ցանկացած թուրքին գնա, ինքը հային ավելի շատ կվստահի, քան թուրքի, ինքը իր հայրենացին։ Սա մենք ապրում ենք այժմ եւս այդ վիճակն է, որը փոխվեց այս վիճակը 1991 թվականից, այսինքն Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր ոչ միայն բոլիսում, այլ նաև ընդհանրապես Սփյուռքի ցանկացած հատվածում Ֆրանսիա, Եվրոպայի տարբեր քաղաքներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկա, Միջին Արևելք, հայի երկու տեսակ սկսավ մեջտեղ կա։ Այդ փառաբաշարի մեջ մտավ հայաստանցի կոչված այժմ շատ դժբախտաբար միայն բացասական, ածական օգտագործվող եզրույթը։ Ես սա ասելով ամաչում եմ, բայց դուք ինքներդ իբրև զանգվածային լրատվամիջոց կարող եք ցանկացած երկրի, ցանկացած սփյուռքահայ կազմակերպության, կախտոջախի, ուրեմն ներկայացուցիչ հանձնացող մարդկանց հետ զրուցեք, եթե կարող եք հետաքննություն բանարեք, ուրեմն բնորոշումը այսպիսին է, խաբեպայ են, կծող են, շահամոլ են, ամենափոքր մանր, շատ մանրախնդիր, անհեթեթ աղուշպանի համար իր հայրենակցին կգցի, եւ այլն, քող են, ավազակ են, մարմնավաճառ են, նարկոտիկի հետ են գործ ունենում, հարցակում մարդկանց ռեկետ են անում եւ այլն։ Մինչեւ 91 թիվը Սփյուռքի ցանկացած հատվածում սա չի կար, ընդհանրապես։ Ես մի օրինակ բերելով ուզում եմ Բոլիսին անդրադառնալ։ Ես Ֆրանսիայից եմ, գիտեք, 1979 թվականին մինչև Ֆրանսիայի ներքին գործերու նախարարության, արխիվում թեթ մեկ հայի անուն ազգաննով, ուրեմն հանցագործություն գրանցված չի։ Սա միակ օրինակն աշխարհում, որ ցեղասպանությունից է, այսինքն որ բացած այդ հատվածը, որ Ֆրանսիայում եկավ ավաստան կդավ, որ հանցագործության ամենամիտվածը պիտի լիներ, որ ընտանիք չունի, որևէ ընտանեկան կապ չունի, հայր, մայր, մորակույր ումից ամաչի, որ չանի նման բան, այդ որբերը օրը 16 ժամ հանքապոր աշխատացվել են Ֆրանսիայում, մի հատ հացի թիմաց, բագետ, Ֆրանսիայում։ Ոչ մի կողություն չեն արել, երբեք։ Իտալացին արել է, լեհը արել է, սպիտակ ռուսո արել է, պորտուգալացին արել է, միտքերին ինչքան ազգություն կա, հանցագործություն, ներքին գործերի նախարարության տվյալները անպատկերացնելի, հայ չի գա, հայ ստեղծող, արարող, բադվախնդիր, արժանաբադի, ուրիշ ազգ, ուրիշ ազգություն մատով է ցույց տվել հայերի։ 79 թվականից մինչ այսօր Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, աշխարհի ցանկացած փանդում գտնվող, ցանկացած հանցագործության, ուրեմն հադաբարդված մարդկանց թշպախտաբար 99.9% հայաստանցի։ Սա անհեթեթություն է, մի դարօրինակ բան է։ Սփյուռքը
25 տարի Հայաստան Հանրապետությունը գոյություն ունի, ուզում է հասկանալ ինչու։ Եվ պատասխանը միակ է, սովետն է մեղավոր, խորհրդային կարգերն են, խորհրդային կարգերը մեր հայրենագիստներն այսպես սարքեցին, վերիներ այդպես չէին, ուրեմն իրենց մոտ ինչ-որ աղջադուն կա, աղավաղում կա եւ այլն։ Հիմա, ինչ-որ դեղի ունեցավ Իստանբուլում, 6 փետրվար գիշերը, ժամի 3-ին, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ է, որ հայը հային սպանի։ Հայը մտնի, ուրեմն ձեր մարդկանց տունը, ու 86 տարեկան մարդուն այսպես կաբի, ուրեմն լուսահոգի արդեն Հակոբ Դեմիրճյանին, սրա անունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման դեպք, ասում են խոզի գաբանք։ Մարդը եթե շարժվեց, այսպես գաբված մարդը, խեղդվում է, եւ այդ մարդը խեղդամայ է, որովհետեւ չի կարողացել։ 86 տարեկան մարդ շարժվելուց գնոջը եւ իրեն Այդա Սետա Դեմիրճյան եւ Հակոբ Դեմիրճյան ամոլու զույգը, Բորիսի Շիշլի տաղամասում, իրենց բնակարանի մեջ գիշերը հարցակման են ենթարկվում եւ իրենց ձեծում են, խոշտանգում են, գաբում են այսպես, վերցնում են ինչ կա չի գա դանը եւ գնում են։ Եվ հետաքրքիր ինչ է, մարդը խեղդամա լինում մահանում է, իսկ դիգինը, որ այստեղ լուսանկարում տեսնում եք, հազիվ զորով ապրում, որովհետև հրշեջները մտնում են դուն, այդ դանը աշխատող մաքրություն անող էլի հայաստանցի է դիգինը, ուրեմն գնոջ ոստիկանություն թիմելու շնորհիվ եւ ասում են եթե մի ժամ ուշանային գինը եւս հիմա մահացած գներ, հիմա ես ուզում եմ պատկերացնել ինքս ինձ այդ դիգնոջ Այդա Սետա Դեմիրճյանի դերն եմ տնում, ինքը լսել է, որ այդ ամբողջ հանցագործները հայերեն են խոսում, չէ՞։ Բայց ոստիկանության թիմում երբեք չի արտահայտվել այդ մասը։ Չի ասել, որ իրենց կողոպտողները հայ են եւ հայերեն են խոսում։ Այսինքն փորձել է նույնիսկ այդ վիճակում Բոլսահայուհին Այդա Սետա Դեմիրճյանը, այսպես ասած, չասել, որովհետև դա ամոթալի էր ասել համար, որ իմ հայրենագիցն է մեզ հարձակողը։ Հիմա ովքեր են այդ հարձակվողները եւ ինչու են արել դա։ Այդ ինչ որ հիմա դուք լսում եք, երևի տասնյակ, 20, 30, 100 նմանատիպ դեպք եղել, միայն մահվան երկով չի ավարտվել այդ դեպքերը Բորիսում։ Միայն վերջերս դեկտեմբեր ամսին միայնակ մի մարդ իր տանը ապրող էլի մոտ 90 տարեկան հայ հարձակման են ենթարկվել եւ հիմա հենց այս հանցագործ խմբին են ուզում վերակրել այդ հարձակումը եւս բարեբախտաբար մարդը չի մերել էլի գաբել են այսպես դունը ապրող մի հատ միայնակ ձեր հայ որ ինչ կան ուզեք այդպես ձեր հայեր կան Բորիս եւ Սպիրկի տարբեր հատվածներում հարձակման են ենթարկվել դրգին անգամ այդ հարձակումը կատարողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Հիմա հետաքրքիր է Բորիսում մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդտեղ հայտնվելը ապրում էր մոտավորապես 80,000 համայնք հայություն, որը կա հայկական դպրոցներ, եկեղեցի, պատրիարքարան, մամուլ եւ այլն, երբևէ ինչ թուրքական թերթերում, ինչ հայկական թերթերում, հանցագործություն, կողոպուտ, մարդասպանություն չէի լսի, որ հայ անվանետ առնչություն ունենա։ Հիմա մի այդ կան, ասում են, քանի որ չի հաշվում, դրանց մեծ մասը ավորինի են իրենց կեցությամբ, Կոնստանդնոպոլսում Հայաստանի քաղաքացիների մասին է խոսքը, ուստի հաշվառում չունեն քանի մարդ են, բայց ասում են գրեթե այդ հասարակական Բորիսի հայկական համայնքին հավասար քանակ, այսինքն մի 80,000 Հայաստանի քաղաքացի մարդ ապրում այդտեղ, ավորինի, առանց դասության հարկավիճակ ունենալու, եւ որոնց մի հատված սրիգա ստոր նմաններ, ուրեմն գադարում են հենց նման ուրեմն հարցակումներ։ Ես անցամ շատ հետաքրքիր է, ուրեմն անցամ ճանաչել եմ Հակոբ Դեմիրճյանը, սա տարօրինակ պատահականություն է, որովհետև աշխատել եմ իր ոսկերչական խանութից ընդամենը 40 մետրանտի մի այլ հայ ոսկերիչի մոտ խանութում, որ բարոն Դեմիրճյանը եւ իմ այսպես ասած այդ աշխատած դեղից մարդը իրար շատ մոտիկ ընկերներ էին մանկության տարիներից, իրոք մեծահարուստ, հայ ոսկերչության կակատնագետ հանդիսացող այդ արվեստը մատուցող մարդիկ, նոյանդաբանից դուք կարող եք վերցրել բոլոր այդ ոսկեղենը, որ իրենք են պատրաստել իրենց ձեռքերով, որ արդեն կողոն արկրավել է, ետ է վերցվել, այսինքն բացահայտվել է այդ ամբողջը եւ ոսկիները, որ դարել են 350,000 դոլարից ավելի արժեք ունեցող ոսկեղեն
գոհարեղեն եւ այլն է դարվել Դեմիրճյանների ընտանիքի տանից։ Մոտ 70,000 դոլարին համարժեք թուրքական լիրա, նաեւ գանխիկ փող դարվել է եւ այդ ամբողջ արդեն հարկրավել է եւ ետ է վերադարձվել, այսպես ասած, դիգնոջը բուժած Դիգին Այդասելա Դեմիրճյանի։ Հիմա այս մարդիկ Հայաստանից գնացածները շատ բավականին երկար ժամանակ է Բոլիս, Անտալիա, Տրաբիզոն, Սևզովյան ամբողջ Բաթումից սկսած մարմնավաճառությամբ են զբաղվում եւ այդ մարմնավաճառությամբ զբաղվող մարդիկ Տրաբիզոնում, հենց Տրաբիզոն քաղաքում դուն են վարձում միած, հա, այդ մարմնավաճառները հայուհիներ, երդասարդ, շատ երդասարդ տարիքի հայուհիներ են այդ գործողությունը կատարողը Հայաստանից ուրեմն նոր գնացած մի քանի օրեր առաջ գնացած 3 հոգու, որոնց ինքնություն արդեն բացահայտվել է Արթուր Այվազյան, Սերգեյ Միքայելյան, Արա Հովհաննիսյան։ Ուրեմն այս 3 հոգին, այդ անունները եւս կա Նոյանդավանում, լրիվ դուք կարող եք վերցնել, այժմ 15 ցերպակալված բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որից 3-ը արդեն գալանքի վերցված 3 երեկոյան թադը Շիշրի տաղամասում, Մեջիդիի քույր, ու նրանք արդեն գաղոտ են ուղարկվել, իսկ մնացածի հարցակություններն է շարունակվում, որոնք ուրեմն Մարինա Էլիկյան, Ռոզա Խաչատրյան, Քրիստինա Մանուկյան, Լիդա Բուկյան, Նարգիս Մարկարյան, Արմինե Միքայելյան, այսպես ասած մեր հանրապետության քաղաքացիական ծածող մարդիկ, որոնք արդեն ցուցակագրված Թուրքիայի հանրապետության ներքին գործերու նախարարության ուրեմն դոսիեներում իբրև մարմնավաճառ գրանցված է։ Հիմա յուրահատուկ մի փաստ ևս Հայաստանից արտաքին աշխատանքի մեկնող մեր հայրենիքներից մեծ մասը հայերի դներում են աշխատում։ Կամ մեծ մասը ձերեր են բաղվում, հա, կամ փոքր մանգազակ երեխաներին դպրոց են դանում մանգաբարդես բերում բան, ուրեմն կամ դամ մակրությամբ են զբաղվում, արևդուր են անում, որովհետև միայնակ ձերերը, ինչպես ասեցի, Բոլիսում բավականին շատ են, որոնց որդիները, աղջիկները արդեն ըսպիկյան դարբեր հատվածներում դեղավորված, բայց իրենք չեն ուզում լուքել իրենց ընտավեր ասպես ասած ու մնում են Բոլիս։ Ուստի հայաստանցի և բոսահայ շպումը դամ պայմաններում է հիմա դնական, ուստի գրեթե ինձ Խաչազանով բոլոր ընտանիքներում գա մի Հայաստանից գնացած, հաջող կանայք բնականաբար և այդ կանայք ուրեմն իրենց այստեղի բարեկամներին նյութական օգտություն ապահովելու համար նաև նրանց անշուշտ մեջ կան նաև այսպես սրիգա և ստորքի պեր, որը չի կարելի մի ամբողջ ազգին կամ մի հանրապետության քաղաքացիներին վերագրել, բնականաբար ուրեմն թիմում են նաև նման անհետեթ բաների։ Ուրեմն ես մի լուսանկար եմ ձեզ ուզում ցույց տալ, սա Մայման գրաբարագի, սա Մամար Ռոզան է Իստանբուլի, անունը բավական, իսկական անունը, Ազգանու Այվազյան, բայց այս կինը ունի 4 հատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնակիր։ Եվ Հայաստանի Հանրապետությունից թերայդի տարիքի, բադանի տարիքի աղջիկներին, գիրովական, Վանաձոր, ուզում եմ ասել, Շիրագի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խապելով, բարձր աշխատավարձով կես գործ եմ ջարել, դանում է և Թուրքիայի տարբեր գործնկատուներում, բորդերներում աշխատասում այս կինը։ Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող այս կնգան չեմ ջարում, ես այս կնգան դունը գիտեմ, Սերգեյ Երախոսը գիտեմ, որտեղ ապրում է գիտեմ, իր բոլոր շրջապատը գիտեմ, և Իստանբուլում մարդ չի գա չի ասող այս կինոջ մասին, բայց ցայ պարպարով հանապատի։ Նման կանայք ինչքան ուզեք կա, բայց սա առանձնահատուկ երևույթ է այդ մնացածի մեջ, իսկական հանցագործ, որովհետև դեռ նոր Վրազդան քաղաքից 3 աղջիկ էր դարվել, բոսահայերը այդ 3 աղջիկներին, Որնագադունում հայտնված 3 աղջիկներին, ուրեմն քդեր անել էին Որնագադունից, ասել էին մենք ձեզ ինչքան պետք է փող գտանք, գնացեք, մի արեք այդ բանը այստեղ, խնդրում ենք, մեր ազգին, այսպես ասած, Ջագադին Փիզեսա երբևէ չեն ասել հայ մարմնավաճառ է Թուրքիայի Հանրապետությունում այսօր, ցավոք, շատ ցավոք, ասում ես նման ցավ չեմ ապրել, ադրբեջանցիները հատուկ դնում են այդ որնագատուները մեկը մյուսին հայուհի նվիրելու համար, հասկանում եք դուք, այս աստիճանի ստոր արարք չի կարելի թույլ տալ և Բոսահայ համայնքի և ընդհանրապես Արևմտյան Հայաստան, Իլիգիա,
եւ այդ ամբողջ տարածքում Սերձով հատկապես որովհետեւ Սերձովի ամբողջ ափի բաները այս հենց ցերպակալվածներից ինգայտերի մարմնավաճառներից են ամենաէժանանոց հյուրանոցներում որտեղ այսպես մի ժամվա համար այդ բեռնադար մեքենաների վարորդներ են գնում պատկերացնում եք ու նման լրջի գործողությամբ են զբաղվել առաքելությամբ են իրենց հացը վաստակում եւ այս իրավիճակում այդ ամբողջ հայությունը ասում են խնդրում եմ ետ վերադարձեք մենք ձեր ընտանիքներին այստեղից նյութական օգնություն օժանդակություն անենք միայն թե մի արեք սա մարմնավաճառության մասին է բայց գողություն նարկոտիկ եւ բողոբուտ եւ ռեկետ արդեն բոլիսում հասել է այդպիսի չափերի որ դժբախտաբար քրանցում չունի ինչու իմ հարազատ քույրս Իլգան մեջ աշխատող երկու հայաստանցու կողմից կողոպտվել է 4 տարի առաջ, ինձ մի բառ չի ասել այս մասին, ես այս դեպքից հետո եմ իմանում, իմ հարազատ քրոջ մասին եմ խոսում։ Ու այդ ընտանիքը հիմա ապրում է Հայաստանում, ես տնած գտնելի եմ անվայր, որ իմ քրոջ տունը կողոպտել են։ 2 տարի աշխատելուց հետո մի շաբաթ գիրայի, քույրս կարես է դունի եւ տունը մաքրած, բայց չի գա։ Զարված է, ասում եմ լավ, երևի ինչ-որ բան է վադայ, ու անշուշտ չի դիմում ոստիկանությունը, մտածելով որ հանգարց չլինի այդպես որ դան աշխատողներից լինեն, դեռ փաստում է որ այո, իրենք երբ նույն օրը բեռնադարը բեռնած արդեն Հայաստան են հասել մարդիկ, նախորդ պայմանավորված ամեն ինչով եւ այլն, քույրս երբեք չի դիմել ոստիկանություն։ Քրոջս նման հազարներով հայ երբեք չի դիմել ոստիկանություն, որովհետեւ այդ հայությունը ես իմ մանկությունից ապրած հայությունը չի կարող իր հայրենակցին գնալ եւ այսպես ասած թուրք ոստիկանի ցերկը հանձնել երբ որ մենք շատ լավ գիտենք թուրքին ինչ է մեզնից լավ ես մեզ նկատում եմ ոչ թե ցես թուրքին ինչ լինել ոչ ոք չի կարող իմանալ մենք 24 ժամ իրանց մեջ ենք ապրել 24 ժամ գիտենք այդ ազգի յուրաքանչյուր հատկանիշը եւ երբևէ չենք կարողանում ընկալել որ մեր հայրենագիցները իրենց թույլ են տալիս շատ լավ իմանալով հայի համբավը այդ երկրում որ յուրաքանչյուր շենք որ մատնացույց են անում դա հայ է ստեղծածն է ու հիմա թուրքերը նույնիսկ սկսել հարցնել դուք նույն ազգից եք դուք եւ նրանք դուք նույն ազգային պատկանելություն ունեք նույն մշակույթի գոհ եք նույն պատմություն ունեք նույն անցյալ ունեք եւ սա գիտեք մեզ համար ինչի համար է սա Հայաստանը յուրաքանչյուր հայ համար աշխարհում որտեղ գտնվում է հայրենիք է ոչ թե սոսկ բեդություն որտեղ կան քաղաքացիներ հա այլ հայրենիք ցանկացած հայ համար հատկապես բոլիսում ապրած հայերի համար հատկապես Թուրքիայի համար պետք է քաղաքացիական ծոցողների համար ուստի արդեն 3 օր է Գարո Փայլանը ժողովրդերի դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայտարարություն է արել որ պետք է այս խնդիրը այսինքն հայաստանցի կոչված չագերդյալ բացասական ածականով օգտագործող եզրույթով հանգամանքները քննվեն եւ քննարկման ենթարկվեն Հայաստանի պատկան մարմինների եւ նաեւ բոլսարիկյան կողմից հիմա պատկերացրեք իմ քրոջս տանը աշխատող այդ տիկնանց նման ինչքան մարդ դա մնացած անհանգստացած վիճակի մեջ է յուրաքանչյուր հայ երևի մի 20000-ից ավելի գին հիմա հայի դուն աշխատում այս ռոբոտ որ մենք ձեր հետ խոսում ենք հիմա իրենք մի հայի դունը այդտեղ են գնում այդտեղ են զարթնում այդտեղ են իրենց աղջիկներին եւ տղաներին թիմավորում Հայաստանից գնացած իրենց հյուր եւ այլն այսին հյուրընկալում են այդ հայի օջախում վախ կորած են բոլսա հայերը կարող է Դեմիրճյան ընտանիքի հետ պատահած իրենցա լինի կարող է իրենց տան աշխատող հայուհին Հայաստան զանգի ինչ որ Բանգլադեշ Հարավարումն թաղամասում մի անկորձ դղա 21 տարեկան գա եւ քիշեր իրեն խեղդի եւ իր երկու հատ ապարանչանը դանի դուք պատկերացնում եք սա ինչ ոգի վիճակ է ոսա հայությունը ասում է մեռած է թաղաշ չի նման բան չեր եղել հա սա առաջին թեփն է մահվան ելքով այսպես ասած ցերպակալված թուրքական թերթերը որ գարտում եմ չգիտեմ ես ամոթից էսենց չեմ ուզում մարդուն տեսնել մարդու հետ խոսել 6 փետրվարից մինչեւ հիմա հա Ինչը անորանունը այսպես իրոք շատ ծանր հոգեվիճակում է գտնվում մի ամբողջ համայնք եւ հայտարարությունը եւ այս ամբողջը շատ ներողություն եմ խնդրում ընդամենը 1 շաբաթ առաջ այս սպանությունից Թուրքիայի Հանրապետությունում ուրեմն մի կարդես իհայտ եկավ այս կարդեսը 3 տարվա աշխատանքն է Հրանտինք հիմնադրամի որտեղ ցույց է տալիս վարչական
դարածքը Թուրքիայի Հանրապետության պատմամշակութային արժեք ստեղծող ազգեր եւ նրանց ներդրումը այս կողմ մեկ քարտեզագրված նաեւ վեբսայթ կա, որտեղ մեծամասնությունը ամբողջ այս դարածքի, հա, ուրեմն պատմամշակութային արժեքների 4600 հատը զուտ հայկական է, հասկանում եք։ Հիմա դուք պատկերացրեք, որ այս քարտեզը ստեղծող ազգը այժմ հարցականի դակ է տրված այդ ազգի պատմամշակութային արժեք կրող ազգի զավակների, հա, նման քստումների արարքը գադարելու հետ խայդարակ իրավիճակը։ Հիմա ես այսքանով բավարարում եմ, շատ մանրամասներ գիտեմ, եթե ուզում եք հանցագործության մասին ինչպես եղել, ոնց եղել, պատրաստեմ, բայց համեցեք ձեր հարցերը տվեք, որ դրանով պատասխանեմ։ Հայկական երկրորդ հեռուստալից թուրքական մամուլից և հեռուստատեսությունից փորձեցիք մի քանի բան ասել, իսկապես ինչ շեշտադրությամբ են այս վեպքին, ցավալի վեպքին անդրադառնում, երևի թե մի քիչ ավելի սրելով, հա, նաև իրավիճակը, և ինչ սպասելիքներ կան հայաստանյան իշխանություններից, քանի որ ձեր խոսքում նշեցիք, որ ակնկալվում է նաև, որ Հայաստանի պատկան մարմինները մասնակից դառնան այս քաոսային իրավիճակի շփման։ Բնականաբար։ Հիմա սկսեմ վերջից կամ առաջինին։ Այս դիգնոջը ագանչից բռնել եւ Հայաստան բերելը մի ժամանակ պատմություն է։ Եթե Վովա Կասպարյանը չի կարող դա անել, Հացպանյան Սարգիսը գանի առանց նայ։ Հասկանում եք։ Նման կանայք ինչքան ուզեն գան։ Նման կանանց մասին Հայաստան Հանրապետությունում 25 տարի է գիտի։ Գիտեն այդ ամբողջ աղջիկներին, որ այստեղից տարվում են, ուր են տարվում, ինչ արվում եւ այլն։ Բայց ես երբևէ չեմ լսել, որ Հայաստանի պատկան մարմինները որևէ գործողություն անեն, սա կանխարգելելու համար, այդտեղի համայնքի հետ աշխատեն, հա, եւ այլն։ Ես հիմա 3-5-րդ սանգեմ, մի թաղամասում ինչքան է դες դուք ինչքան հայաստանցի աղջիկը, բոլորը գիտեն, չիմացողը չի գա։ Երուզեր, հա, նրանց բոլորը գայտնաբերում են եւ մի րոպե դեպորտի ենթարկվում են, առանց ոչ մի խնդիրի։ Հա, նրանց այդտեղ լինելը թուրքերը օգտագործում են, այս ասել համար դուք սա չեք, էս է գելի, հա, ինչ եք խոսում։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն մեկ գենթանի Երդոդանի, հա, ֆաշիստ, այս պետության գլխին բադողած Թուրքիայի Հանրապետության։ Ելնում ասում է, ես եմ երագրում հայերին, ես չլինեմ, այս հայերը սոված գմերն են, դա ամոթ չի, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրանից քետնի տակ չեն մտնում, հա, ինչպես սրանից ավելի առնչություն, բա մեր այդ ամբողջ օլիգարխները, որ իրենց բարեգործ են ձևացնում, չեն կարողանում այստեղ աշխատելը ստեղծեն, որ այս սուդավարտած գրտված մեր այդ հատվածը ոչ թե գնայք մարմինը վաճառ, այլ իր արժանապատիվ գիտելիքով մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետությունում իր օջախում իր մոր ընտանիքում նորմալ կյանք վարի, այս կան։ Հիմա կարող թուրքական մամուլը ինչ է կրում, գիտեք, ինչպես Հայաստանում, այդպես էլ Թուրքիայում մամուլը շատ խայդապետ է։ Նրանք ովքեր շատ հայամետ կեցվածք են ունում, անշուշտ չգիտեն ինչպես այս խայդարագությունից դուրս գալ, հարցը վերածել են ավելի շատ սովետական միություն, խորհրդային միության մնացորդած, հա, ուզբեկն էլ այսպես, ադրբեջանցին էլ այդպես, կազախն էլ այդպես, սա մեր իմացած հայը չի, այդ հայը որ գոտորվեց Մուշ, Վան, Էրզուրում եւ այլ, չհամեմատեք, նմանատիպ բան է, ի պաշտպանություն այսպես ասած էլի, հա, եւ այլն, նույնիսկ ասում է այդ հանցագործ ասել ես նվաղակ չունեի մաղթուն ըսպաննեի, ուզում էի վնասազերծել, բայց մարդը խեղտամա եղել եւ այլն, որ չէի ուզում ինչու կհակավեցիր այդպիսի կաբանքով, որ ոչ մեկին չեն կապում, հա, մարդը արդեն քեզի ինչ ունի դա մեջ տվել է, թող գնալի, եթե հարցը գողովուտներ, ըսպանությունը որտեղից, կամ ձեր գնգան խփել է, ինչպես 80 տարեկան է Տիգին Այդասեդան եւ 86 տարեկան է Բարոն Հակոբ Տեմիրճյանը, նման այդ տարիքի մարդկանց, որ յուրաքանչյուր այդ հանցագործների մասին է խոսում, բաբիկ ունեն, դադիկ ունեն, չայլմայր ունեն, ինչպես ձեր հետ գնաց անել, էլի, սա անհետեթություն է։ Եվ ուրեմն նաև այդտեղ բան են բերում, որ անկորձությունը, տնտեսական ճգնաժամը, հա, Հայաստանից արտաքաղթը եւ այլն այսպիսի լղոզված բաներով։ Սա այս հատվածը, մյուս հատվածը ֆաշիստ, կորշ կայլեր, իսլամական հատված եւ այլն, անշուշտ իրենք ամբողջ թույնը թափում են, չէ՞։ Իսկ սպանը սրան այսպես սրգայան է, դրանց մեջ է այս ամբողջը եւ այլն, անշուշտ հակահայկական բանի համար է օգտագործում, չէ՞։ Բայց Թուրքիայի պետական պատկան մարմինների կողմից ոստիկանություն, հակախազություն եւ այլն, որևէ հակահայկական բան
թեգուզ ես են շղար չէ չի եղել, ես ամբողջ մամուլը շատ մանրամասն հետևել նայել եմ, ու պատկերացնում եք, այս իրենց տանը աշխատող աղախինը, իրենց բարեկամն է, այս հանցագործ խումբին, ինքն է զանգելու ասել, որ շատ հարուստ ընտանիք են, որոնց մոտ եմ աշխատում եկեք, այստեղ եկա Աբրամկա է տանելու, պատկերացրեք։ Այսպիսին է, այսինքն մամուլի արձագանքները այդ կանով ինչքանով Պարոն Հասպանյան, նշեցիք, որ այստեղ կան նախադեպ էր, բայց ես ինչքանով որ գիտեմ, 2012-ին 11-ին են եղել այսպիսի դեպքեր, սպանության Հայաստանի քաղաքացու կողմից հայի սպանություն չի եղել։ Դա 3 Հայաստանի Հանրապետության քաղաքացի սպանված, նրանք հայաստանցիների կողմից չի սպանված, ցերասազները։ Կա 3 աղջիկ, որ Անտալիա, Սամսուն եւ Ադանայի մոտ Մերսի սպանված գտնվեցին, որոնցից 2 հատը ըստ դվյանների մարմնավաճառ էին, իսկ երրորդը մարմնավաճառ չէր, բարձրապես հյուր էր գնացել հյուրընկալությամբ եւ թուրքերն էին սպանել, մեջտեղելա։ Ես այդպիսի դեպքին ծանոթ չեմ եւ Մարիա Քյուչուկ եւ Մարիա Քյուչուկ եւ Սլովակիա դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից չէ, թուրքերի կողմից էին։ Ոչ, երկուսն էլ թուրքերի կողմից էին։ Մեկը սկզբում մի հատ ամենասունակ հայ կդան, որը հոգեգան հիվանդ էր, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ, ու ասեցին, որ նա է արել, ու իրեն ցուցմունք վերցրեցին այդ ամենասունակ տղայից, որ ես եմ արել։ Որտեղ այդ տղան ասեց, ես կապ չունեմ, ինձ վախեցրեցին ոստիկանները, ես ստորագրեցի, նույնիսկ ինձ ստորագրել իրավունք չունի, որովհետև հոգեբուժարանում մնացող մեկներ էլի, հա, այդ տղան հայի մասին է խոսում, հետո բացահայտվեց, որ նա չի, դա բացահայտվեց արդեն։ Նրանից հետո երկու սպանություն ևս հայության անտեպելի ձեր կանայք իրենց տան մեջ սպանվեցին եւ բոլորի հեղինակներն ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայի, ինչով ընդհանրապես հային, հայության հետ որևէ կապ չուներ։ Առաջինի դեպքում փորձեցին թուրքերը այդ հայկական գործոնը բանել, հիմա արդեն փաստ։ Ուրեմն այս ամբողջ հանցագործությանը մեղսայինիցները արդեն խոստովանել են իրենց մեղքը 3 թադը դերի ունեցել, ասում եմ 3 կալանավորված, այդ 3 տղաներ, որ այստեղ անունները կան, բոլորի կարող է գրել, որ նրանք կալանավորված են մյուսների արձակնություն եւ արդեն հիմա բոլոր մարմնավաճառների շրջանակներում ցուցակ են կազմել հարյուրներով անուններ, որը պիտի շարունակի այդ հետաքննություն եւ երևի դեպորտի գտերի այս բանը բավականին Հայաստան Հանրապետության քաղաքացիներին, նույնիսկ կարող է իշխանությունները Թուրքիայում ճնշում բանեցնի Թուրքիայի քաղաքացիական ծածող մեր հայ համայնքին, որ ցերդուն աշխատող յուրաքանչյուր հայ տվյալները մեզ պիտի հաղորդեք, իսկ եթե նման հաղորդում արեցին հայերը, այդ բոլորը դեպորտի ենթակայեն եւ պատկերացնում եք մի 100,000-անոց համայնք ետ կգա Հայաստան այս հանրապետական իշխանության ժամանակահատվածում։ Համեցեք։ Պարոն Հասպանյան, երկու հարց ունեմ։ Առաջինը, ինչքանով եք հավանական համարում, մանավանդ որ դուք ասացիք, որ նախորդ դեպքում մի քանի տարի առաջ, երբ որ ստիպելով են հային ստիպել, որ խոստովանի չկատարած հանցանքը, չարդարացնելով այս մարդկանց, ինչքանով եք հավանական համարում վարկածը, որ թուրքական իշխանությունը փորձել այս մարդկանց վրա բարդել այդ հանցանքը։ Եվ երկրորդ հարցը, ես ինքս բազմաթիվ հայաստանցիների եմ ճանաչում, որոնք ապրում են Ստամբուլում եւ շատ օրինակելի վարք են ցուցաբերում։ Արդյոք կարելի է բոլոր հայաստանցիներին վերագրել այսպիսի վարքագիծ։ Ես ես քիչ առաջ ասացի, որ Սրիգա եւ Ոստովներ ինչքան ուզեք կան եւ դրա համար չի կարելի մի ամբողջ ազգին, հատկապես Հայաստանի Հանրապետության կամ նրա քաղաքացիներ բանանել, բայց եթե 100 հանցագործությունից 100-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ապա դա արդեն ընդհանուր է, հա? Ինչու այսօր 10 բողոքությունից 3 հատ Թուրքիայի Հանրապետության հայ չի անում 17-ը կամ 7 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հարցի պատասխանը արդեն ինքնին դալիս է։ 10-ից 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ յուրաքանչյուր երկրում, ոչ միայն Թուրքիա, Գերմանիա, Դանիա, Շվեդիա, հաշվի ինչքան երկրներ ես աշխարհում, չի գա այդ մեկը, գա այդ մյուսը, եւ դա արդեն ընդհանուր գարզիկ է ձևավորում։ Գալով այդ առաջին հարցին, որի պատասխանը արդեն առաջինից փոխեց, այս մարդիկ այս սպանությունը կատարելուց հետո որ դունից դուրս են եկել։ Այդ ամբողջ փողոցների մոբեսե գոչված կամերաները նկարանել են իրենց վարձած ավտոմեքենա, հա, իրենց շարժը։ Երկուսը գնացել են այրոպորտ, այդտեղից օթանավով դրել են, ամբողջը նկարել են ծայրից ծայր։
օտանավով Թրաբզոն են իջել, մեկը ավտոյով է գնացել Թրաբզոն, Թրաբզոն գնացող ավտոյի հետևից 4 մեքենա ոստիկանություն ամբողջ կամերաներով նկարված։ Հեռախոսային բոլոր խոսակցությունները ձայնական